Եթե դուք վերադարձել եք տուն եւ երեխան ձեզ հարցնում է. «Մայրիկ, ինչու ես այսօր այդքան ուշացել», դա չի նշանակում, որ դուք հիմա պետք է իրեն պատմեք, որ դուք այսօր շատ զբաղված էիք, որ հանդիպում ունեիք, որ դրանից հետո պետք է մտնեիք խանութ եւ այլն եւ այլն։ Երեխան դրա համար չի տվել այդ հարցը։ Հասկանալի է, չէ՞, որ երեխան կարոտել է ձեզ եւ իր համար ցավոտ է, որ դուք չեք եղել տանը երեկոյան, երբ որ նա անկանկալում էր ձեզ հետ հանդիպում, քննարկում, ինչ-որ բան ուներ ձեզ պատմելու, ասելու, միգուցե ինչ-որ բանից ոգևորված էր, բայց արդեն այդ ոգևորությունը անցավ, որտեղ դուք չկայիք եւ երեխան տխրեց եւ այլևս այդ ցանկությունը ձեզ հետ կիսվելու իր հուզականությամբ իր մոտ չկա։ Դուք կորցրեցիք կարևոր պահ։ Եվ ավելին, նրանով որ ուղղակի սկսում եք իրեն պատասխանել եւ բացատրել ինչու եք դուք ուշացել, դուք իրեն պատժում եք, դուք իրեն ասում եք հիմարի մեկը։ Միթե դու չգիտես, որ ես շատ զբաղված եմ։ Միթե դու չես հասկանում, որ անգամ նման հարց տալ ինձ իմաստ չունի, որտեղ ես միշտ ունեմ պատասխան։ Ես միշտ կարող եմ շատ լավ բացատրել քեզ, ինչու ես ուշացա։ Եվ բնականաբար հաջորդ անգամ երեխան այդ հարցը միգուցե եւ չտա։ Իսկ դա նշանակում է, որ նա կկարոտի ձեզ, բայց չի կիսվի դրանով ձեզ հետ։